օրենքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին եւ պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը հիմնական զեկուցող Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյան համեցեք Ազգային ժողովի մեծարգո նախագահ հարգելի պատգամավորներ Ձեր հավանությանն ենք ներկայացնում փոփոխությունների մի փաթեթ, որը ոչ թե պարզապես սոցիալական վճարների վերանայում է, այլ հստակ քաղաքական ուղերձ երեխա ունեցող ընտանիքներին։ Պետական նպաստների մասին օրենքում առաջարկվող փոփոխություններով սահմանում ենք ամսական նպաստի նոր տեսակ, որով ընդլայնում ենք երեխա ունեցող ընտանիքներին տրամադրվող պետական երաշխիքների շրջանակը։ Մասնավորապես ընտանիքում ծնված երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար մինչեւ երեխայի 6 տարին լեռանալը ընտանիքը կունենա կայուն եւ կանխատեսելի պետական աջակցություն։ Սա կարևոր շրջափուլ է երեխայի զարգացման եւ ընտանիքի սոցիալական կայունության տեսանկյունից։ Եվ պետությունը հենց այս փուլում ուժեղացնում է իր ներկայությունը։ Միևնույն ժամանակ մենք վերանայում եւ համահարթեցնում ենք ծննդյան միանվագ նպաստը, այն դարձնելով հավասար բոլոր երեխաների համար, անկախ կարգաթվից։ Արդյունքում միանվագ նպաստի չափը կսահմանվի 500,000 դրամ, ներկայում գործող 300,000 դրամի փոխարեն առաջին եւ երկրորդ երեխաների դեպքում։ Այս փոփոխությունների արդյունքում տարեկան շուրջ 24,000 ընտանիք կստանա ավելի բարձր եւ ավելի արդար պետական աջակցություն, եւ ըստ էության մենք փոխում ենք մոտեցումը անցնելով հատվածական աջակցությունից դեպի համակարգային, երկարաժամկետ եւ կանխատեսելի սոցիալական քաղաքականություն։ Թեև երրորդ եւ ավելի բարձր կարգաթվով երեխաների համար տրվող նպաստը ներկայումս ավելի բարձր է, սակայն պարբերական նպաստի նոր տեսակը էականորեն ավելի մեծ երաշխիքներ է բերելու ընտանիքներին։ Ներկայացվող նախագիծը ներդրում է Հայաստանի մարդկային կապիտալում ներդրում ընտանիքի կայունության, ծնելիության խթանման եւ սոցիալական համերաշխության ամրապնդման գործում։ Այս նախաձեռնությունը համահունչ է մեր ռազմավարական նպատակներին եւ ժամանակի պահանջներին։ Միևնույն ժամանակ առաջարկվող փոփոխությունների փաթեթի շրջանակում պետական կենսաթոշակների մասին օրենքում առաջարկում ենք լիազորել կառավարությանը սահմանելու կենսաթոշակների եւ նպաստների վճարման եղանակը։ Ըստ այդմ 26 թվականի ապրիլի 1-ից վճարումները կկատարվեն անկանխիկ եղանակով։ Կառավարության կողմից սահմանված հստակ եւ վերահսկելի մեխանիզմներով։ Այս որոշումը միտված է համակարգի թափանցիկության բարձրացմանը, վճարումների անվտանգությանը եւ շահառուների համար ավելի հարմար ու կանխատեսելի միջավայրի ձևավորմանը։ Այսպիսով անցում ենք կատարում ժամանակակից ֆինանսական գործիքների լիարժեք կիրառմանը, միաժամանակ պահպանելով սոցիալական պաշտպանության համակարգի վստահելիությունը։ Ավելին, 2026 թվականի հունվարի 1-ից անկանխիկ գործարքներից տրվող հետվճարի չափը կսահմանվի 20%, ներկայիս 12%-ի փոխարեն, ինչը կենսաթոշակառուների եւ նպաստառուների համար ավելի մեծ հնարավորություն կստեղծի իր վարքագծով բարձրացնել իր կենսաթոշակը կամ նպաստը։ Հարգելի խորհրդարան, այսպիսով ակնկալում ենք ձեր աջակցությունը, ձեր կողմ ձայնը տալով մեր բարեփոխումների փաթեթին շնորհակալություն։